Ես ահավոր շատ էի ծխում, ես թարգեցի ծխելը, հավատացի իմ ուժերին եւ ասեցի ինչ եմ ես ուզում անել, այն ինչ որ ես կարծում էի որ չեմ կարող։ Ես հասկացա, որ ես ուզում եմ նկարել։ Վրձինն առաջին անգամ ձեռքն առնելով բացասական կախվածությունը դարձրեց դրական։ Մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների հասկացել է մի բան՝ նկարը պետք է ոչ թե հասկանալ, այլ զգալ։ Այս սկզբունքով էլ վրձնում է իր նկարները արտացոլելով այն, ինչ այդ պահին է զգում։ Գևորգյանցի առաջին ցուցահանդեսն է։ Ասում է դիտելու են եկել մարդիկ, ովքեր ունեն ճաշակ ու առավել քան ըմբռնում են իր արվեստը։ Իմ կարծիքն է, որ սա նախանձը նայում է բարի մարդու սա սիրտն է, սա էլ իր սպիտակ մաքուր հոգին է ու ինքը այսենց իր նախանձությամբ նայում է այդ բարի ու մարդու հոգու մեջ, բայց մեր կարծիքը տարբեր է։ Ես էլ կարծում եմ, որ դա նախանձի արտահայտումն է, այդպես ասենք, այսինքն օրինակ նախանձը քար է գցում մեջդ, նախանձը ցավ է պատճառում, նույն մարդու պատկերն է, բայց միջից։ Հեղինական կերս է, այն զգացողությունները, որ ես ունեմ, կապված են երևի լույսի, գույնի եւ հեղինակի զգացումներին ապրումակցելու հետ։ Մարդիկ նկարները զգում ու ընկալում են յուրովի։ Գևորգյանցը առաքելությունը կատարված է համարում։ Ստեղծագործական լուծումներն ու ժամանակահատվածներն էլ են տարբեր, կան նկարներ, որոնք նկարվել են մեկ օրում, որոշների համար էլ տարիներ են պահանջվել։ Որովհետև ես տեսնում եմ, որ դեռ չեմ վերջացրել։ Չգիտեմ, ես զգում եմ, որ դեռ չեմ վերջացրել։ Դա զուտ զգացողության պահ է։ Այո, մինչև ես ին ներսը հագենա, ասի վերջ այսքանը բավարար է։ Նկարների, գույների վարակած տրամադրությամբ ու մեկ գավաթ գինով են շրջում սրահում ներկաները։ Ցուցահանդեսը նրանց համար նաև թերապիա դարձավ։ Խորանալով սեփական պատկերացումների մեջ շատերն իրենց վերագտան ու նոր մոտեցումներ բացահայտեցին։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։